Բարև, ճակերտներում այսօր բլոգեր Իզաբելա Աբգարյանն է։ Իզաբելա Աբգարյան ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, աշխատել է Երևանի պետական համալսարանի միջազգային կապերի բաժնում որպես թարգմանիչ, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում որպես խմբագիր եւ լրագրող, Երևանի Հրաչյա Աջարյան համալսարանի օտար լեզուների ամբիոնում որպես դասախոս։ Մենք ենք մեր երկիրը հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է։ Ֆրանսերեն է դասավանդում Վալերի Բրուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Ֆրանսիայի հայ փաստաբանների եւ իրավաբանների միության թարգմանիչն է։ Ֆրանսերեն հայերեն իրավաբանական բառարանի հեղինակ է։ Պարգևատրվել է Ռուսաստանի գրողների միության Ռուսաստանի ոսկե փետուր պատվոգրով։ Կազմակերպել եւ համակարգել է տարբեր բարեգործական ակցիաներ։ Հասարակությանը հայտնի է որպես բլոգեր Սկյուրիկ։ Ունի 2 երեխա։ Կյանքի կարգախոսն է ցանկանալը, կարենալը։ Ինչպես սկսվեց օրը։ Ժպիտով եւ շնորհակալության զգացումով, ինչպես միշտ։ Ժպիտը դուք տեսաք, թե դուք եք ժպտում։ Ինքս էի ժպտում, որովհետեւ փոքրուց դեռ տատիկս է սովորացրել, որ առավոտյան արթնանում ես, առաջին բանը ինչ անում ես, պիտի ժպտաս, որ օրդ լավ անցնի։ Նա ինչ իմաստուն են տատիկները, չէ՞։ Այսպես պարզ, բայց ջերմ։ Եվ իրենց ասածը հետագայում արդեն փորձում են գիտնականները ապացուցեն, հոգեբաններ, էզոթերիկները, եւ հետո հիշում ես հին ժողովրդական խոսք, տատիկի ասածը եւ հասկանում ես, որ ամեն նորը դա լավ մոռացված հինն է ընդամենը։ Իսկ գրասեղանին գտնվող ձեր գիրքը ո՞րն է։ Այս պահին Վիշնևսկի եմ կարդում, բայց իմ մոտ գրքերը շատ արագ են փոխվում, քանի որ գրքերը շատ արագ եմ կարդում։ Իսկ եթե ասենք ամենասիրած գիրքը, հա, որ միշտ կարող է դրած լինի, դա 2 գիրք է, մեկը դա Աստվածաշունչն է, որին հաճախ եմ դիմում, երկրորդը ՀՀ Սահմանադրությունը, քանի որ լինելով ակտիվ կյանքի մեջ, պիտի լավ իմանաս օրենքները, կարծում եմ որպես քաղաքացի դա շատ պետք է գալիս։ Հիմա արդեն նոր սահմանադրություն է։ Հիմա արդեն նորը, այո։ Ուշադիր եք կարդում։ Ուսումնասիրում եմ դեռ։ Ուսումնասիրում դեռ։ Նախորդ անգիր է արել, ցավոք փոխեցին, հիմա արդեն պիտի նոր անգիր անեմ։ Հայ ձեր բնութագիրը ինչպիսին է։ Հայը ծայրահեղական է, ըստ իր էությամբ, այսինքն նա կարող է լինել կամ շատ ուրախ, կամ շատ տխուր, նա լինում է կամ շատ գոհ, կամ շատ դժգոհ, այդ միջին ես դեռ չեմ հանդիպել, ճիշտն ասած, եւ երևի թե շատ ավելի լավ բաներից են, հա, խոսում հայի։ Ես կուզեի երևի նշել այն ինչի վրա կուզեի որ փոխվեր, հա, ինչը կուզեի փոխվեր, դա անցյալում ապրելն է, հայը սիրում է հետ նայել ավելի շատ, ընդ որում թե ընդհանուր ազգային հա նկարագիրը մենք անդադ հետ ենք նայում վերհիշելով անցյալը եւ փորձում ենք անցյալի հետ կապել մեր ներկան, թե անհատները, որ երբ մարդու հետ շփվում ես, նա ասում է, այ պիտի 7 տարի առաջ տուն առած լինեի, այդ լինեի, կարողանայի, դա հային շատ է բնորոշ, այսինքն մենք ներկան բաց ենք թողնում։ Այո։ Ֆիլմ, որը շատ սիրում եք։ Բազմաթիվ ֆիլմեր կան, բնականաբար, բայց երևի թե կնշեի ֆիլմ, որ ազդել է, հա, իմ վրա եւ որպես կին իմ ձևավորման վրա, դա Մոսկվան արցունքներին չի հավատում ֆիլմն է։ Չի հավատում։ Այո, եւ Վերա Լենտովայի հենց մարմնավորած կերպարը, որը շատ ուժեղ կին է դուրս գալիս, հա, ֆիլմում մենք հասկանում ենք, որ նա հսկայական ուժի տեր կին է եւ միևնույն ժամանակ լինելով տնորեն, հասնելով բարձունքների, նա կին է մնում եւ ուզում է սովորական կանացի երջանկություն։ Я сам терпеть не могу грязную обувь. Мне нет никакого дела до вашей обуви. И все-таки вам это неприятно. Это написано у вас на лице. А вы читаете по лицам? Конечно, и довольно неплохо. Я даже могу сказать, что вы, например, не замужем. Если я не ношу обручального кольца, это еще ни о чем не говорит. Даже если бы вы носили 3 обручальных кольца, все равно вы не замужем. У вас взгляд незамужней женщины. А что, незамужние женщины смотрят как-то по-особенному? Конечно.
они смотрят оценивающе. Так смотрят милиционеры, руководящие работники и незамужние женщины. Եղել եք Արևմտյան Հայաստանում։ Եղել եմ մեկ օր, երբ Հայաստանից մեկնում էի Ֆրանսիա ավտոբուսով, դա ուսանողական տարիներն էր, եւ մենք անցանք Արևմտյան Հայաստանով կար Սերժում, բնականաբար չեմ իջել, չեմ ուսումնասիրել, չեմ հպվել, հա, կանգնել ենք 2-3 տեղ, բայց դա չի կարելի ասել, որ դա այն այցն է, որը ես դեռ պատրաստվում եմ անեմ։ Բայց պատրաստվում եք։ Իհարկե։ Երբ որ հանգստանա այնտեղ իրավիճակը, որովհետև ժամանակին հորս էի խոսք տվել, որ միասին կգնանք Վան, բայց չհասցրեց, ցավոք նա չհասցրեց, բայց ես պիտի անպայման գնամ։ Դուք ակունքներ ունեք Վանից։ Հայրս Վանեցի է, մայրս Սերժում ակունքները։ Երևանում կա ձեզ համար սիրելի ինչ-որ հատված, նստարան։ Երևանում ես շատ սիրում եմ Տիտառնակաբերդի զբոսայգին։ Հիմա ավելի շատ մարդաշատ է դարել, բայց քաղաքի մեջ զգում ես քեզ քաղաքից դուրս, քայլում ես, լռությունն ես վայելում եւ այդ կյանքի եւ հիշատակի համադրությունը, երբ մի կողմը երեխաներ են խաղում, հա, ասենք գնդակ բադմինտոն, իսկ մյուս կողմը հուշահամալիրն է, դու հասկանում ես, որ ահա սա է քո Հայաստանը, սա է հայությունը։ Կա աշխարհում մի քաղաք, որտեղ երազում եք լինել։ Ես բազմաթիվ քաղաքներ կա, որ նախանշել եմ քարտեզի վրա, հա, որտեղ կուզեմ մեկնել, այս համար ուզում եմ օրինակ Պրագա մեկնել աղջիկաս հետ։ Եղել եմ բազմաթիվ քաղաքներում արդեն, այս բախտը ինձ վիճակվել է, բայց եթե ասեին որտեղ կուզենայիր ապրել։ Որտեղ կուզենայիք ապրել։ Ապրել Երևանում, բայց ունենալ բավական հնարավորություններ, որպեսզի տարին 2 անգամ կարողանամ շրջագայել հարազատ մարդկանց հետ։ Աշխարհում։ Աշխարհում եւ երևի թե ամեն տարի կգնայի Ֆլորենցիա։ Իտալիա Ֆլորենցիա։ Մեկ անգամով բավարար չէ։ Չէ, Ֆլորենցիան բավարար չէ։ Ինձ արդեն հետապնդում է այդ Ֆլորենցիան, ես չգիտեմ, կարծես թե աշխարհ եւ Ֆլորենցիա ու վերջ, հա, այդպես է։ Դե պարզապես այնտեղ մշակութային շոկ ես ապրում եւ քեզ թվում է որ տեսածդ այն չէ, հետո քեզ թվում է հրաշք ես տեսել, ուզում ես գնաս նորից տեսնես այդ ամենը քո աչքերով եւ այդպես ամեն անգամ։ Ես 2 անգամ եղել եմ եւ ելի եմ ուզում գնամ տեսնեմ։ Ձգում է։ Շոկից դուրս գալու համար ինչ խմիչք եք նախընտրում։ Ընդհանրապես սեր չունեմ խմիչքի հետ, բայց եթե շոկից պետք է դուրս գալ։ Շոկից պետք է դուրս գալ տնական մաճար։ Այսինքն երիտասարդ լինին, այո։ Չեք վախենում։ Չէ։ Խմում եմ միայն վստահելի շրջապատում։ Որտեղ կարելի է հանգիստ դրսևորել բնավորության բոլոր կողմերը եւ կհասկանան։ Եվ քանի որ այդպիսի նախասիրություն կա, դուք ինչ որ բաներ ունեք, sense խաղերի կամ ինչ որ մի կախվածություն, խաղամոլություն, չգիտեմ։ Դե եթե համացանցը համարենք խաղամոլություն կամ կախվածություն, ապա ես ունեմ համացանցային կախվածություն։ Ես առանց համացանցի ինձ չեմ պատկերացնում։ Իսկ դա առաջին բանն է, որ առավոտյան ես անում եմ սուրճ խմելիս, դա Facebook մտնելն է եւ քնելիս կրկին իմ ձեռքը համակարգիչն է։ Դա լավ է։ Դա վատ է իհարկե, բայց դա վատ է միանշանակ։ Ես փորձում եմ ինձ արգելել։ Իսկ ինձ ասում են, որ վատ է, որ ես չկամ։ Չէ, մի մուտք գործեք ես։ Չգործեմ, չէ։ 2004-ից եմ ընդհանրապես 2008-ից շատ ակտիվ ավելի եւ կարելի ասել եւ կյանքից երևի 50-50-ը ակտիվ ժամանակի անցկացվել է հենց։ Բայց արդեն չեք կարող հրաժարվել։ Չեմ կարողանում։ Չեք կարող, արդեն որովհետեւ կապեր են հաստատվում, որոնք դու չես կարող կտրել։ Ես չեմ պատկերացնում, որ եթե ես չմտնեմ, ես չեմ հասկանա ինչպես է այս օկտատերը, այն օկտատերը, տեսնես նրա երեխան առողջացավ, տեսնես նա գտավ իր երկրորդ կեսին եւ այդպես կախվածություն է առաջանում հենց սոցիալական ցանցերում։ Իսկ ինչպես դարձաք ֆուտբոլասեր։ Վաղուց ճիշտն ասած։ Ինչքան վաղուց։ Ну, երևի հորս հետ նայում էի, հայրս ասում էր դու իմ տղան ես, միշտ հա, եւ ֆուտբոլ նայում էինք միասին, բայց ավելի ակտիվ 2000-ի սկզբում, հա, երևի սկսեցի հետաքրքրվել, որովհետեւ ազատ ժամանակ ունեի։ Երբ երեխան փոքր էր 98-ին ունեցա առաջնեկից, երբ դեռ մանկապարտեզ չէր էլ գնում,
զբաղեցնում էին տարբեր բաներով, գրքերով, հա, ֆիլմերով եւ այդտեղ կրկին վերգտա ֆուտբոլը եւ հասկացա արդեն այլ կերպ հասկացա։ Իսկ կա թիմային նախասիրություն թե երկրներով Juventus եւ մեզ մոտ դա ընտանեկան է։ Տղաս 12 տարեկան է, բայց Juventus հենց ինքն է ընտրել առանց իմ պարտադրելու ամբողջ պատմությունը գիտի թիմի եւ այսինքն լուրջ մոտեցում է ավելի ցուցաբերում։ Կա մի նկարիչ, որի արվեստը ձեզ հիմնահատակ գերում է։ Չէ, չկա մի կոնկրետ նկարիչ։ Ես սիրում եմ տարբեր ուղղություններ։ Ապա Ես սկսած իմպրեսիոնիստներից, հատկապես ֆրանսիական իմպրեսիոնիզմը ինձ շատ է դուր գալիս եւ վերջացած սյուրռեալիզմով, նույն Սալվադոր Դալին, ասենք, երբ նայում ես Դալին կտավները եւ լսում ես Pink Floyd, մի այլ ձևի հոգեպես վիճակում ես հայտնվում։ Ես սիրում եմ երաժշտությունը եւ գեղանկարչությունը զուգորդել։ Բայց ինչպես զուգորդել, օրինակ չեմ պատկերացնում, ինչպես թանգարանում զուգորդել նկարը նայել։ Թանգարանում դժվար է դա։ Թանգարանում դժվար է։ Հա, կամ կարելի է բանը, ականջակալներ, հա, հնարավոր է դա իհարկե անել, բայց երբ դու տանն ես եւ կա համակարգիչ, կամ երբ դու ունես շատ լավ ալբոմ, իսկ կոնկրետ Դալի ալբոմներից ես ունեմ շատ լավ եւ իմպրեսիոնիստների ալբոմից դու նայում ես նկարին, փորձում ես մեկուսանալ, նայում ես նկարին եւ միացնում ես կոնկրետ երաժշտություն, հետո այդ նկարը քո աչքի առաջ կենթանանում է։ Իսկ ինչպես ընտրել երաժշտությունը այս դեպքում, ասենք նայել ըստ ժամանակաշրջանի, ասենք Վելասկեսի հետ ինչ կարելի է լսել։ Գիտեք, դա մարդուց է կախված։ Հա։ Ինձ համար Դալին դա Pink Floyd-ն է, օրինակ, մեկի համար կարող է լինի մեկ այլ երաժշտություն։ Նույն Թավջութակը, հա, Թավջութակը Բոսխ, ես շատ եմ սիրում Բոսխի նկարները, Թավջութակը, այնպես որ դա անհատական է, յուրաքանչյուր ինքը պիտի ասի իր հոգուց ինչ երաժշտություն է գալի այդ ժամանակ, ինչն է նրան հաճելի լսել։ Ինչպես եք վերաբերվում կոչումներին, մրցանակներին, պարգևներ, իշխանանշաններ։ Գիտեք, մարդը պետք է խրախուսվի։ Մարդը պետք է այդ շնորհակալությունը, դա հաճելի է, երբ մարդ լսում է, որ իր արածը գնահատվեց, հա։ Իհարկե, երբեմն լինում են պարգևներ, որոնց հետ ոչ բոլորն են համաձայն, հա, կամ դու նայում ես եւ գտնում ես, որ այս մարդը արժանի չէ ըստ քեզ։ Բայց ընդհանուր առմամբ պարգևներ իհարկե պետք է լինեն եւ իհարկե առաջին հերթին գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց, ովքեր ռազմական պարգևներ են ստանում։ Դա եւի ամենաբարձր պարգևը ինձ համար դա զինվորի ստացած պարգևն է։ Ձեր գործունեության ամենադժվար պահը որն է եղել։ Դե դժվար միշտ է լինում, ճիշտ ասած, շատ հաճախ է դժվար լինում։ Լինում է շատ նյարդային ժամանակաշրջան, հա, հատկապես եթե դու ակտիվ օգտատեր ես, հա, կոնկրետ, ասենք Facebook-ում միջավայրը շատ ծանր է եւ լինում են պահեր, երբ դու չես կարող չքննադատել, ասենք որևէ քաղաքական ուժի, որից գիտես ընկերներ ունես եւ նրանք կնեղանան եւ դու կանգնում ես երկընտրանքի առջեւ։ Վիրավորել նրանք կվիրավորվեն, բայց մյուս կողմից դու չես կարող լռել, որովհետեւ գնահատական տես ուզում տալ։ Դա երևի ինձ համար ամենադժվար պահն է։ Դրա համար ընտրել եմ ոսկե կանոն, երբեք անհատական քննադատություն չանել, այլ քննադատել երևույթը կամ գործողությունը։ Այդպես գտա ինձ համար ինչ որտեղ ընդունելի եւ փրկողակ, հա։ Լավ, նաեւ խորհուրդ եմ։ Գիտեք, քանի որ դուք նաեւ արդեն շատ գրում եք եւ հնարավոր չի թաքցնել ձեր գրածները, մի անգամ գրել եք. Եթե ես մեկ օրով վարչապետ նշանակվեի, ինչ կանեք։ Դե առաջի հերթին հին կադրերը, որոնք որ իրենց էֆեկտիվությունը չեն ցույց տվել, միանգամից կուղարկեի իրենց համակարգից դուրս կհանեի։ Միանշանակ եւ պատկերացնում եք ինչ աշխատանքային բանը բում կլիներ։ Ժամանակ կտայի։ Շատ կարճ ժամանակ կտայի եւ կդնեի կոնկրետ հանձնարարություն։ Եթե հանձնարարությունը չէին կարողանում կատարել, միանգամից տեսություն, որովհետեւ կան այսօր իրոք կան նոր կադրեր, կան նոր ուժ,
Կան երիտասարդներ, որոնք ստացել են շատ փայլուն կրթություն, ժամանակակից կրթություն, եւ նրանք ունեն կարևորը, նրանք ունեն այդ եռանդը, նրանք հոգնած չեն։ Եվ ունեն այդ ջանասիրությունը, որը որ անհրաժեշտ է այսօր երկիրը ել ավելի լավը դարձնելու համար։ Երկիրը վիճակից ինչ-որ ծանր հանելու համար պետք է այդ էնտուզիազմը եւ չքնելու, գիշեր-ցերեկ աշխատելու պատրաստակամությունը։ Ես կարծում եմ, որ հին սերնդի պաշտոնյաները, որոնք արդեն մի քանի անգամ տարբեր պաշտոններ են փոխել, նրանք չեն կարող դա ունենալ։ Չէ՞ որ դա կայծ է, նորերի մոտ էլ գուցե մի 10 տարուց այդ կայծը կմարի, բայց այդ կայծը պետք է, ես այսօր չեմ տեսնում այդ կայծը։ Այսինքն 10 տարին մեկ դուք պատրաստ եք բոլորին ուղարկել։ Գուցե նույնիսկ ավելի շուտ։ Ավելի շուտ։ Կախված է մարդու, իհարկե, եթե մարդը արդյունք չի տալիս, եթե ծառը չի տալիս բերք 1, 2, 3 տարի, ապա այդ ծառը փոխում ես նոր ծառով, որը բերք կտա քեզ։ Ես հիմա չգիտեմ ինչ են մտածում մարդիկ, պետք է մեզ նման վարչապետը, թե պետք չէ նման վարչապետ։ Դե ով է նրանց հարցնելու։ Հա, ուղղակի։ Հա, ես գիտեմ, որ այդ շանսերը չունեմ, այդ երկընտրանքի առաջ նրանք չեն կանգնի։ Ես այն մարդկանցից եմ, որ միշտ գիտեմ իմ չափը, իմ տեղը եւ իմ նկարտումները համապատասխանում են իմ հնարավորություններին։ Չէ, բայց կարևորը նաեւ դուք գիտեք, թե ինչ կանեիք։ Այո։ Սա հստակ է։ Հեղափոխությունների ջատագով եք։ Հեղափոխական ըստիս նշանակում է չհարմարվող։ Առաջին հերթին ես չհարմարվող եմ եւ այդպեսին եղել եմ մանկուց։ Առաջին դեպքը ասեմ ձեզ, երբ մայրս մեզ արգելում էր ծորակից ջուր խմել։ Հա, որ բացում։ Մեզ ասում են արեգակի ջուր խմողներ, հա։ Քույրիկս հնազանդվում էր, իսկ առաջին իմ հեղափոխությունը եղավ եւ ես մորս աչքերի առաջ կանգնեցի, բացեցի ծորակը եւ բերանս հա դրեցի հոսող ջրի տակ, ասեցի խմելու եմ։ Ինչու ծանր հարված, հիմա դուք ինքներդ պատկերացրեք, ձեր երեխան նման մի բան է անում։ Անում է։ Անում է։ Ուսանց ասում եք, թող գնա կոկորտը ցավա, հա։ Հա, որովհետև պիտի ցավա, պիտի հասկանա, որ ես ճիշտ եմ, թե ինքն է ճիշտ։ Նույն հաջողությամբ ձեռքը կարելի է այրել։ Չէ, դա բնականաբար փոքրուց պիտի բացատրես, որ կրակը այրում է, հա, հոսանքը։ Բանակի մեջ արյունը, հոսանքը կծում է։ Նույնն է իմ մասնագիտության ընտրությունը։ Ծնողներս ուզում էին ես դառնամ բժիշկ, ես ասացի ոչ, ես Ջանբանո ֆրանսերենի թարգմանիչ դառնամ կամ ուսուցիչ, այդպես էի մտածում։ Եվ ինձ տրվեց հնարավորություն ինքս ինձ գտնելու, ում հետ պարապեմ, ինչ անեմ, որովհետև ծնողներս իրոք հույս ունեն, որ ես չեմ ընդունվի եւ երկրորդ տարին իրենց ուզալով կգնամ բժշկական։ Բայց ես ապացուցեցի, որ առանց որևէ գումարների, առանց որևէ ինչ-որ ծանոթությունների լինում է ԵՊՀ ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետը գրոհել։ Դե դա այդ հեղափոխությունները գոնե բանը չեն պահանջում շրջապատի, բացի փոքրիկ հիասթափություններից ինձ մեծ ցավեր չկան, իսկ ընդհանուր առմամբ իհարկե ես համարում եմ, որ ամենավատ բանը ինչ կարող է լինել, դա երբ մարդիկ հարմարվում են, ասում են սա է ճակատագիրը, ոչինչ չի փոխվելու, դա ամենավատ բանը ինչ կարող է տեղի ունենալ կոնկրետ ժողովրդի հետ։ Եվ այդ կայծը, այդ շունչը պիտի միշտ լինի մարդկանց մեջ, նոր փոփոխելու դեպի նորը, դեպի լավը։ Եթե դու չես փնտրում նորը, եթե դու չես ուզում փոխել այն ինչ կա, դու կամ ծույլ ես, կամ դու ճակատագրապաշտ ես, կամ դու անտարբեր ես, երեքից մեկը, որովհետև եթե դու անտարբեր չլինես, դու վատը չես կարող ընդունել, հանգիստ մարսել եւ նստել։ Մեր քաղաքակրթական դաշտում ողջ տարածքով եւ ժամանակաշրջանով ով է ձեզ համար օրինակելի։ Հայաստանի թե առհասարակ։ Օվկիանոսից օվկիանոս, մթայից ինձ համար շատ հոգեհարազատ է Գանդի ուսմունքը, Գանդի քաղաքականությունը, որին հետևեց նաեւ Մարտին Լյութեր Քինգը, այսինքն հեղափոխության տեսակ, որի հիմքը բարին է, լույսը, երբ դու մարդկանց ոչ թե զբաղված ես այսինքն քննադատելով եւ նեգատիվ տարածելով, այլ մարդկանց մեջ փորձում ես արթնացնել այն բարության ուժը, որը որ կա, դեպի լույս ձգտումը եւ որ լույսը հաղթի մթությունը, ոչ թե մեկ ավելի ուժեղ մթություն, հա, որը ինչ որ գումարը ավելի շատ ունի, գա հաղթի մյուս ավելի մթին։ Ներողություն, խոսքը որ լույսի մասին է, որ Գանդին բաներ
քարոզում էր, ինչ Դա լույս։ Գանդին միշտ անձնազոհ էր, նա համարում էր, որ առաջին հերթին ինքը պատրաստ է իր կյանքը զոհաբերել հանուն իր ժողովրդի, իսկ այդ լույսը հենց ժողովուրդն է։ Բայց ինչ էր եղել ժողովրդին, որ պետք էր զոհաբերել։ Դե պետք էր ժողովրդին տալ այդ նոր շունչը, պետք էր հանել այդ կաստաների վիճակները, այդ անարդարությունը, որ տեղի էր ունենում։ Բայց Գանդիի օրոք մեծ հենց իմ ասածն էլ դա է, որ այդ մեծ հոգեբանական փոփոխությունը, որը տեղի է ունենում, եւ մարդը սկսում է նույն Մարտին Լյութեր Քինգը, որին ասում եմ, չէ՞ որ նա սևերի խնդիրը բարձրացրեց, ոչ թե կոչերով գնանք սպանենք, մորթենք, նա թեպետ նա նաև քահանա էր, հա, նա օգտվեց իհարկե նաև աստվածաշնչյան հա գաղափարներից եւ վերջիվերջով նրա բոլոր ելույթները, երբ մենք ուշադիր նայում ենք, ինչպես նաև Գանդիից մնացած, մենք տեսնում ենք այդտեղ բարություն եւ հենց իմ ասած դեպի լույսը ձգտում, հա, ոչ թե ոչնչացնել ինչ որ մի բան, այլ ստեղծել ինչ որ մի բան։ Այսինքն բարիությունը կհաղթանակի Չարին, ինչպես հեքիաթներում։ Ինչ որ շատ հեքիաթային է, մի տեսակ ոչ մի կերպ չի ստացվում։ Ցավոք սրտի հայկական իրականության մեջ չի ստացվում։ Ինչու՞։ Մենք հայկական մենթալիտետը դա չի ընդունում, ցավոք սրտի, որովհետև մեր ժողովրդի համար նրանք հույս են կապում նրա հետ, ով ուժեղ է, իսկ ուժը ըստ նրանց ոչ թե հոգևոր ուժն է, այլ ֆինանսական կարողությունները, հա։ Եվ եթե նայենք մեր հարսանիքները հայկական, ում են քավոր ընտրում հիմնականում պաշտոնյաներին, որ պաշտոնյա հետ խոսած կասի, ինչ պաշտոնյա եմ դարել, արդեն 8 անգամ քավոր են կանգնացրել, հոգնեցի, նույնիսկ նման բան կա, հա, դա իհարկե տհաճ է, բայց դա այդպես է։ Մենք սիրում ենք հզոր մարդկանց ֆինանսական առումով եւ պատկերացնում ենք, որ նա ունի շրջապատ, նա ունի ֆինանսներ, ուրեմն նա հզոր է, նրան կարելի է վստահել նրա հետևից գնալ եւ հաղթանակ կլինի։ Առողջ պրագմատիկ մոտեցում է, ինչ է եղել որ։ Պրագմատիկ մոտեցում է, որը լավ զարգացումների չի բերում։ Չէ՞։ Ոչ, որովհետեւ եթե դու ընտրում ես մարդու կարողությունները եւ նա կարող է ունի այդ կարողությունները, բայց արդյոք նա պատրաստ է այդ ամենը տալ քեզ ժողովուրդ։ Պատմական ինչ իրադարձություն է ձեր վրա ազդեցություն թողել։ Ну 88-ը, երբ ծնողներիս հետ գնում ենք համարի ամեն օր, հա, այդ ազատության հրապարակ, ես հատկապես մի դրվագ եմ հիշում, որ մեքենայի մեջ ենք, երբ հոց բազմություն էր գալիս, մայրս լացեց ցույց տալով մի պաստառ, որտեղ գրված էր հայեր ջավախքը ձեզ հետ է։ Ես հիշում եմ մայրս հոնգուր լացում էր, ես մամա ինչի՞ ես լացում, ասեց տեսնում ես ամբողջ աշխարհի հայերն են այսօր միացած այստեղ, ես դա հիշեցի, իմ մեջ դա շատ ուժեղ էր տպավորվել եւ երևի թե նման վերելք, ազգային վերելք, հա, հոգու վերելք հենց դեպի ազատությունը, այդ ձգտումը դա ամենաերևի հզոր բան է ժամանակակից հայոց պատմությունում, որ մենք ականատես ենք եղել։ Կամ մի ժամանակաշրջան, որտեղ կցանկանայիք հայտնվել։ Չէ, ես սիրում եմ ներկան, ես չեմ ուզում հետ նայել, ես չեմ սիրում հետ նայել։ Ուղղակի գնալ պարզել ինչ եղավ այդ ավարայրի դաշտում, ինձ հետաքրքիր է հիմա ինչ է տեղի ունենում։ Ես ներկայով ապրում։ Հա, չէ, բայց չեք վտարվում, ուղղակի։ Ես անցյալը համարում եմ, որ դա անցել գնացել է։ Ես չեմ փորձում անալիզանել, որ ցանկանամ գնամ այսինչ թակավորին տեսնեմ, հա, նրանք ինձ հետաքրքիր չեն այլևս, ինձ ավելի շատ ապագան է իհարկե հետաքրքրում։ Ես կուզեի տեսնել Հայաստանը այն ժամանակաշրջանում, երբ երեխաները կլինեն իմ տարիքում արդեն, ես կուզեի տեսնել, թե ինչ Հայաստան է սպասում իմ երեխաներին, երբ նրանք աշխատանք կփնտրեն։ Իսկ մարդկության ամենամեծ գյուտը ո՞րն եք համարում։ Բոլոր գյուտերն էլ մեծ են, բնականաբար, որովհետև ասենք օգնում են մարդուն ինչ որ հարմարություններ են, հա, ստեղծում։ Ժամանակակից գյուտերից ինձ համար գլուխ գործոցը իհարկե համացանցը։ Ես այլ բան երևի չէի կարող ասել, որովհետև այդ հնարավորությունը, որ մարդիկ կարողանում են տեսնել Ամերիկայից մինչև Հայաստան իրար եւ միասին զրուցել, դա ես համարում եմ իսկապես հանճարեղ եւ շատ կարեւոր գյուտ։ Եվ այդքան օտարացած լինել իրեն։ Հատկապես հայի համար, որ ամբողջ աշխարհով մեկ հա մենք բարեկամներ ունենք։ Մեզ համար դա շատ կարևոր մի հայտնագործություն էր, որը մեզ թույլ է տալիս
զգալ, հա տեսնել գոնե մտերիմին։ Ինչ է փնտրում կինը տղամարդու մեջ։ Տարբեր տարիքում, տարբեր բան։ Սկսենք։ Երևի 20 տարեկանում կինը փնտրում է արտաքին, բնականաբար որքան էլ որ աղջիկները ասեն, ոչ դա կարևոր չի, բայց արտաքինով են դիմավորում։ Բոյով, խուճուճ մազերով, յուրաքանչյուրը հա իր իդեալը ունի, ինտելեկտ, որ հետաքրքիր լինի զրուցել, հա, հումոր։ Կանայք գնահատում են հումոր, նույնիսկ 20 տարեկան աղջիկը սիրում է տղայի, որը իրեն կծիծաղացնի, կուրախացնի, ում հետ ուրախ է։ Եվ ֆինանսական կարողություններ, որովհետև սուտ կլինի ասել, որ աղջիկները անտարբեր են, չէ, բոլորի համար էլ կարևոր է։ Նվերներ։ Եվ ավելի մեծ տարիքում, արդեն իմ տարիքում հասկանում ես, որ այդ ամենը, ինչը որ դու գնահատում ես, զրո է դառնում, եթե չկա ամենակարևոր բանը, հոգատարությունը եւ վստահելիությունը, որովհետեւ խելացի, գեղեցիկ, հաջողակ տղամարդը, եթե նա հոգատար չէ, այդ ամենը ինչ նա ունի, դա քոնը չէ այլևս։ Եվ եթե դու չես կարող նրան վստահել, դե վստահելը դա շատ կարևոր է թե տղամարդու, թե կնոջ համար։ Եթե նրանք ցանկանում են միասին, հա, բույն հյուսել, ձակուկներ ունենալ, մեծացնել, պիտի վստահ լինես այդ մարդու մեջ։ Ինչ է պակասում Հայաստանին։ Հայաստանին այսօր պակասում է, որ ժողովրդի մոտ հույս արտնանա։ Ցավոք շատերը իմ ասած ճակատագրապաշտությամբ են, հա, կոտորված են մարդիկ եւ հատկապես վերջի պատերազմից հետո վախ կա, հա, մարդկանց մեջ նաեւ, որ ինչ է լինելու այդ անորոշությունը։ Ես շատ կուզեի, որ յուրաքանչյուր հայաստանցի արթնանալիս ինքը զգար ուժեղ, առաջին զգար, որ հենց ինքը կարող է ինչ-որ բան փոխել եւ հենց ինքը թույլ չի տա, որ որևէ վատ բան տեղի ունենա։ Այդ դա մեզ պակասում է, որ յուրաքանչյուր անհատ վերցնի իր վրա պատասխանատվությունը ամբողջականի համար։ Ես շատ կուզեի, որ այդպես լիներ։ Կա երաժշտական ստեղծագործություն, որը ձեզ երբեք չի ձանձրացնում։ Մի քանի ստեղծագործություն նույնիսկ կա, որ ասենք մեքենայում դնում եմ անընդհատ կրկնության վրա եւ կարող եմ լսել ամբողջ օրը։ Առաջինը դա Առնո Բաբաջանյանի անուժներն են եւ Մանսուրյանի երաժշտությունը, Մանսուրյանի մի ամբողջ դիսկ ունեմ, որը կարող եմ լսել անվերջ։ Բնականաբար կան նաև երաժշտական գործիքներ, որոնք ըստ տրամադրությամբ, հա, երբ ուզում եմ հանգստանալ։ Որ գործիքն է։ Թավջութակը իմ գործիքն է։ Adam Hurst օրինակ, հոյակապ թավջութակահար է։ Եվ դա իմ գործիքն է, թավջութակի տակ նաև ստեղծագործել եմ ինքս, բանաստեղծությունից մեծ մասը գրել եմ թավջութակ լսելիս։ Ինչից եք վախենում։ Ասում եմ, եթե ինչ-որ բանից վախենաս, դա անպայման տեղի կունենա։ Ես երբեմն փորձում եմ խաբել, հա, ասել, ես ոչինչից չեմ վախենում, բայց ես իհարկե, ինչպես ցանկացած մարդ ունեմ իմ վախերը, բայց ամենաշատը վախենում եմ ինչ-որ մեկի դժբախտանալու առիթը դառնալ։ Ես գիտեմ դա տարօրինակ կհնչի, բայց ես շատ եմ մտածել, որ ես կարող եմ իմ խորհուրդով, իմ ուղղորդմամբ, թեկուզ իմ երեխային տանել ինչ-որ մի ճանապարհով, որը նրան չի երջանկացնի, կամ լինել մարդու կողքին, Աստված չանի նման բան, իհարկե, որ դու մարդու կողքին ես, բայց նա ոնց որ ճարահատյալ է քեզ հետ, նա երջանիկ չի քեզ հետ։ Ես միշտ վախեցել եմ դրանից եւ միշտ նույնիսկ բագնապի աստիճանի փորձել եմ հարցնել, հա, դու քեզ երջանիկ ես զգում։ Ինձ թվում է ոչ տեսություն, հա, այդ վիճակը ինձ մոտ միշտ կա եւ երեխաներիս էլ մաքսիմալ փորձում եմ, որ իրենց բոլոր որոշումները իրենք ընդունեն։ Հետագայում աղջիկս իր մասնագիտությունն է արդեն ընտրում, բնականաբար անձնական հարցում եմ երբեք, ես նրան չեմ ստիպի, չեմ հարկադրի, նույնիսկ խորհուրդ տալուց կվախենամ շատ կտրուկ լինի իմ խորհուրդը։ Խորհուրդը պիտի լինի ավելի շուտ բացատրություն, իսկ երեխան ինքը պիտի հասկանա, թե որն է նա ընտրելու։ Ես դրանից եմ վախում։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Ճակերտներում այսօր բլոգեր Իզաբելա Աբգարյանն էր։ Բարի գիշեր, կհանդիպենք։